Եկեղեցուց դուրս գալուց հետո որոշեցի մի քանի խոհեր փոխանցել ձեզ։ Ուրեմն ասում են հենց եկեղեցուց դուրս գալիս մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հավաքել է պետական համակարգում ընդգրկված մարդկանց, այդպիսի գժություն, բարոյական իրավունք չունես պետական համակարգի մարդկանց դարձնել քո քաղաքական պատկերացումների ենթական, սա անթույլատրելի բան է։ Դուք կարող եք տարբեր բառերով կոչել ամենախիստ ու ճիշտ կլինեք։ Պետական համակարգը չեզոք կառույց է, վարչական աշխատողներ, դրանք չեզոք աշխատողներ են։ Դու հավաքում ես պետական համակարգի աշխատողներին եւ դու քաղաքական դիրքորոշում ներկայացնում, սա նշանակում է ամենակոպիտ կերպով խախտել քաղաքական ուժերի իրավավասարության իրավունքը, ինչևէ, եւ սա ասում է, որ սահմանադրությունը հետո պիտի ընդունենք, ընտրություններից հետո պարլամենտ անցած ուժերով, ես ամեն ինչի հետևանք է։ Այս ամենը հետևանք է այն բանի, որ պարլամենտ անցած քաղաքական ուժերի ղեկավարները իրենց չիմացությամբ երբեք չարձագանքեցին նրա սահմանադրության վերաբերյալ հայտարարություններին, ամենակարևորը սահմանադրությունն է։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, սահմանադրություններ եք փոխել ձեր հաճույքների համար, ձեր հետին ճղճիմ նկատառումների համար, մոռանալով հայ մարդուն ու ազգը, եւ դրա հետևանքով հասանք այս վիճակին։ Հիմա երբ ինքը ասեց, մենք ոչ թե պետք է բարեփոխենք, այլ նոր սահմանադրություն ընդունենք, բայց դուք այդ ժամանակ չէիք հասկանում, որ նա ասում է, մենք հրաժարվում ենք անցյալից, հրաժարվում ենք մեծերին պատվել, անցած ճանապարհը պատվել, ինչու են ժամանակ չասեցիք, դա ինքն իրավչություն է, դու իրավունք չունես փոքրիկ անշնորհք, ինքնուրույն այդպիսի բաներ անելու իրավունք չունես, ինչ ուղի որդեգրել է դա համազգային հարց է, դու կարող ես մի գոնե շատ լուրջ, մեծ քննարկում ծավալել, հետո այդպիսի որոշում կայացնել։ Չարեցիք, հիմա էլ մարդ ասում է, այս օրենքով կընտրվեմ, գոնե 5 տարի կապահովեմ ինձ, հետո նոր կորոշենք։ Եվ այնքան ինքնավստահ ասում է, ընտրություններից հետո պիտի անենք։ Տրամաբանական է, չի ասել, դու պիտի ընտրվես, բայց ձեր նման գանձ ունենալով, գանձը իր խոսքերն է, որ դուք իր գանձն եք, խորհրդարանական ընդդիմության ղեկավարներ եւ նրանց կամակատարներ։ Դուք Նիկոլի գանձն եք։ Ռեժիմ այսքանը քիչ հետո մի